այս բանին Ձևի հետ կապված արդեն կարծիքներ շատ է հնչել, բնականաբար ձևը կարելի է նաև այդ նույն բանը անել ծանուցելով եւ ես կարծում եմ, որ ծանուցելու պարագայում դժվար թե քաղաքապետը խուսափեր, փախչեր, չգնալ այդ քննությանը, հասկանալի է, որ այդտեղ ցույց տալու բան կար, ահաբեկելով այդ ամեն ինչը կազմակերպել, որ նաև դրանով գյումրեցին են, դրանով ինձ քաղաքական թիմերին ինչ որ ասելու, այսպես ասեմ, մեծ ինչ կար, որը իրենք փորձեցին իրանց չափով տալ։ Ընդդիմությունը շատ է, իշխանությունը շատ է անդրադառնում ձեր ստատուսին, որտեղ դուք նշել եք, որ ասողին լսողը պետք եւ նրանք ասում են մենք այդքան ձեզ զգուշացնում էին, որ այս ամեն ինչը կարող էր տեղ ունենալ։ Ինչու մեջ չտեսեք, հիմա այդ հորդորում եք ու ձեզ պետք է ուղղեիք։ Նախ մի անգամից ասեմ, որ այդ հորդորը կոնկրետ ուղղված չէ Վարդան Ղուկասյանին, հենց որ շեշտադրված տանեմ, որ այդ ասում էր Վարդան Ղուկասյանին, քանի որ ես սովորություն չունեմ նեղության մեջ գտնվող մարդուն, պրոբլեմի մեջ հայտնված մարդուն, էլ ավելի, այսպես ասեմ, ճնշել կամ ինչ-որ խնդիրներ իր համար առաջացնեմ, խոսքը վերաբերվում էր նախընտրական շրջանում, այն ամեն ինչի մասին, որ ես խոսել էի, ասել էի իշխանությունների քայլերի հետ կապված մնացածի մեկը խոսքը դրան էր վերաբերվում, մյուսը հետընտրական շրջանում, այսինքն այն ժամանակ, որ բոլոր լրագրողները այն ոչ ու պարով շագերտավոր բլոգերները, վերլուծաբանները, ովքեր որ, այսպես ասեմ, ընկած Մարտուն Գրիգորյանին գալիս ամբողջ Հայաստանով մեկ շտաբեցնում էին հայդարարի մի ուշացրա, չգիտեմ, տարատեսակ վիրավորանքներով ու մյուսով, այդ ընթացքում ես տարբեր հանդիպումներ եմ ունեցել, տարբեր տարբերակներով վերլուծություններ իմ թիմակիցների հետ եւ բոլորին այս մասին մանրամասը ես տեղեկացրել եմ քաղաքական ուժերին, անհատ գործիչներին, բոլորին այս իրավիճակները տեղեկացրել եմ, կարելի է ասել նախապես հաշվի առնելով այս իշխանությունների ձեռագիրը, հաշվի առնելով այս ամեն ինչը, բնականաբար այս ամեն ինչը սպասելի է, իսկ ես այդ ընթացքում ինչ էի ասում, ես ոչ թե քաղաքապետի պաշտոնի կռիլ էի տալիս, թե չէ Վարդանը չէ ես, այլ ես առաջարկում էի տարբերակ, որպեսզի հավաքական ընդդիմության հաղթանակը չմրցվի։ Իմ ասածը այդ է եղել, որ տարբերակ ու պլյուս դրան բոլորի հետ հանդիպումների ժամանակ ես ալտերնատիվ տարբերակ առաջարկել եմ։ Կոնկրետ։ Այդ տարբերակը հասկացել ենք, որ պետք է այսպես այնպիսի մարդ լինել քաղաքապետ, որ այսպես թիրախում չհայտնվեր, այդ մասով խնդիրն էր, որ հաշվի առնելով քաղաքապետի վրա նախկինում եղած գործերը, բայց ոչ միայն շեշտը դրել էի կոնկրետ այդ գործերի վրա, այլ շեշտը նաև դրված էր հաշվի առնելով նաև իր խառնվածքը։ Արդյոք այս իրավիճակում, արդյոք այս իշխանությունների հետ այդ խառնվածքով հնարավոր էր քաղաքը պահել եւ այդ ընդդիմության հավաքական հաղթանակը կարողանալ մինչեւ վերջ առաջ տանել։ Իմ ասածը այդ է եղել ու ցավոք սրտի այդ ընթացքում մարդիկ մտածում էին, դե ես ավելին չեմ պայքարել, որովհետեւ տպավորություն չլինի, թե ատորակռվի խնդիր է, իսկ այդտեղ բոլորը լավ հասկանում եք, եթե ես այդ ժամանակ կոնկրետ հայտարարել էի ընտրություններից առաջ, որ քաղաքացիական պայմանագրի հետ համագործակցություն չի լինելու, այստեղից էլ, այստեղ կանգնած առաջի օրվանից հայտարարել եմ եւ մինչեւ վերջ գնացել եմ իմ խոսքի տերն եմ եղել, պահել եմ, հաջորդ քայլը կամ Վարդան Ղուկասյանին ընտրելն էր, կամ քաղաքացիական պայմանագրի հետ համագործակցելը, կամ երրորդ տարբերակը ոչ նրան, որը տանելու էր ընտրությունների պրավալին, իսկ նոր ընտրությունների պարագայում երաշխավորված ասում եմ, որ ինքը այդ ժամանակ քաղաքացիական պայմանագիրը 50+ հավաքել էր։ Պարոն Գրիգորյանը Ձեր կազմակերպել չէր կարողացել իր մեջ այդ հարցերը կարգավորել, բնականաբար դրանից հետո լիներ հիասթափություն ընդդիմության նկատմամբ։
Այսինքն եթե ձեր թիմից կամ այլ Հայաստանից կամ Ռուբեն Մխիթարյանի թիմից որևէ քաղաքապետ լիներ, կարծում եք իշխանությունը նրանց վրա, այսպես ճակերտավոր ասած, մի քրեական գործ չէր կարել, ես ճիշտ հասկացա։ Քրեական գործի մասին խնդիրը չէ, յուրաքանչյուրի վրա է, չեղած տեղից տեսնում եք, երեք ամբողջ օրը ազգային ժողովի ամբիոնը օգտագործում էին հրահրելու առնահեղություն Գյումրի քաղաքում։ Չէ, այս ԿՊ-ի պատգամավորներից մարդ կա, ում սիրտը արուն է ուզում Գյումրի քաղաքում, առավոտից իրգուն այդ մարդու խոսույթը այդ է։ Մարդուն Գրիգորյանի ընկերոջը, ընկերն էլ դարել է արդեն ընկերներին, էլի Վարդան Ղուգասյանը սպանել է Մարդուն Գրիգորյանի ընկերներին, Մարդուն Գրիգորյանը ընդրեց Վարդան Ղուգասյանին, չէ, ես սովորաբար կանանց չեմ հագադարձում, չեմ էլ անդրադառնում, չէ, Կարեն Սարոխանյանը ինձ հետ կապված բան չի խոսել։ Ուրեմն, այս մարդկանց սիրտը արուն է ուզում, այս մարդկանց սիրտը փարակյալ երկուս է ուզում, եւ այդ ամեն ինչը ուզում են, որ լիներ Գրիգորյան Մարդունի եւ Վարդան Ղուգասյանի ընտանիքների, թիմերի միջեւ։ Նու այս պայթերությամբ փառք ու պատիվ մեզ որ կարողացանք այդ սադրանքներին չտրվել, բայց այն որ Գյումրիում սպասվում է իմ կնահատմամբ այդ սցենարը եւ փորձելու են Գյումրիում ինչ որ իրավիճակներ ստեղծել եւ մեզ քաշել կրիմինալ, վենդետայի, չգիտեմ ինչ նմանատիպ բաների մեջ, հստակ երևում է, չէ՞, հստակ երևում է ազգային ժողովի բարձրագույն ամբիոնից, համար 1 ամբիոնից երկրի հայտարարվում է Մարդուն Գրիգորյանը գնաց այն տվեց։ Այս պարագայում սա ինչ է նշանակում, եթե ոչ հրահրել առնահեղության, եթե ոչ ու այս ձեռագիրը եղել է այն օրվանից հետո, երբ որ ես հայտարարել եմ եւ ապրիլի 3-ին իմ հայտարարությունը կա, փաստ կա, որը ոչ մի տողի համար չեմ փոշմանել, ոչ մի ասածի համար, ես տեր եմ իմ ասածին, այդ ամեն ինչով հանդերձ իրանք ամեն օր ասում են Գյումրիում Մարդուն ոնց են քեզ Գյումրիում ներելու, Մարդուն ոնց են քեզ Գյումրիում ընկալելու, բակավորը, պասանիկը, ընկերոջ ընտանիքը, մյուսը կշարունակվի